Սրտի կառուցվածքը աշխատանքի ինքնավարությունը։ Սիրտը քարախոր սնամեջ մկանային օրգան է։ Գտնվում է կրծքավանդակում, փոքր զախակոմյան դասավորությամբ։ Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250-ից 300 գրամ։ Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է։ Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կսկման ժամանակ առաջացված շփման ուժը։ Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից։ Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ։ Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղ փականները, կազմված են 3 փեղկից, իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում երկփեղ փականները։ Սրտի դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսաձև փականներ։ Եռափեղ և երկփեղ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժմանը փորոքներից նախասրտեր։ Կիսալուսաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտային դեպի սիրտ։ Փականների եզրից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մքանի կսկման պահին փականները պահում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ։ Նախասրտերի կսկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը և արյունը ազատ շարժում է նախասրտերից փորոքներ։ Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքները, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակը նրանց գործադրած ոչ մեծ ուժով։ Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, ձախ քան աջ փորոքինը։ Ձախ փորոքը արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջը դեպի փոքր շրջան։ Արյան հոսքը նախասրտեր և արյան հոսքը փորոքներ, կարող ենք տեսնել նկարում։ Սիրտն աշխատում է անընդմեջ։ Արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ։ Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մետր բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում 70-80 տարի և ավելի։ Դա բացատրում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ։ Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ։ Այդ ժամանակահատվածը, որը ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան։ Տարբերվում է սրտային բոլորաշրջանը 3 փուլով, որոնց տեղությունները մարդու հարաբերական հանգստի վիճակում հետևյալն են։ Նախասրտերի կծկման փուլ, որը տևում է 0.1 վայրկյան, այդ պահին փորոքները գտնվում են թուլացման վիճակում։ Փորոքների կծկման փուլ, որը տևում է 0.3 վայրկյան, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացման վիճակում։ Ընդհանուր դադարը տևում է 0.4 վայրկյան, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման հանգստի շրջանում։ Այսպիսով, մարդու հարաբերական հանգստի վիճակում սրտային բոլորաշրջանը տևում է 0.8 վայրկյան, որի 0.4 վայրկյանը հաջորդաբար կծկվում են նախասրտերն ու փորոքները, իսկ մյուս 0.4 վայրկյանը սրտամկանի թուլացման փուլն է։ Դրանով է բացատրվում, որ սիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում։ Հարաբերական հանգստի պայմաններում սիրտը 1 րոպեում ծկվում է 70-75 անգամ։ Սրտի բարձր աշխատանքի պատճառներից է արյունով նրա լավ մատակարարումը։ Միայն հանգստի վիճակում 1 րոպեում նա ստանում է 250-ից 300 սենտիմետր խորանարդ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնության ժամանակ մինչև 2000 սենտիմետր քառորդ։ Սրտի աշխատանքը կարգավորված է նյարդային և հումորալ ճանապարհով, պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու հաճախականությունը։ Այդ նյարդերի ազդեցության սրտի վրա փոխկապակցված է և փոխհամաձայնեցված։ Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև հումորալ ճանապարհով,
օրինակ ադրենալինը, կալցիումի աղերն արագացնում են սրտի աշխատանքը։ Մինչդեռ ացետիլխոլինը, կալիումի աղերը դատաղեցնում են այն, սիրտը որոշակի պայմաններում նաև կարող է երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս։ Սրտի աջ նախասրտի պատում գտնվում են բջիջների հատուկ խումբ, որոնցից պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի ապափորոքների պատերով, դրա շնորհիվ սիրտը կարող է ռիթմիկ աշխատել անկախ նյարդային և հումորալ ազդեցությունից։ Սրտի այդ հատկությունը կոչվում է ինքնավարություն։